Ողջույն բոլորին, եթե իմ ձայնը լսում եք, կխնդրեմ ասել, գրել ստեղ չաթում կամ ինչ-որ ձևով նշան ցույց տալ, որ լսվում է իմ ձայնը։ Շատ լավ, որ լսվում է։ Եկեք մի փոքր էլ սպասենք, գուցե էլի մարդիկ ավելանան ու սկսենք մեր վեբինարը, որովհետև այս պահին դեռ միանում են մարդիկ, 2 րոպե էլ սպասենք ու սկսենք։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, եկեք սկսենք, արդեն մնացածը ընթացքում կմիանան։ Այսօր մեր վեբինարը վերաբերվելու է 1-ից 3 տարեկան երեխաներին, որ ես լավ եմ։ Վեբինարը վերաբերվելու է 1-ից 3 տարեկան երեխաներին ու իրենց սննդային վարքի ձևավորմանը, սննդի շուրջ առաջացող դժվարություններին ու բոլոր խնդիրներին, որոնց ծնողները հանդիպում են։ Մեր տելեգրամյան չաթում դուք շատերդ կիսվեցիք ձեր փորձով, անհանգստություններով, վախերով ու հարցերով, որոնք ձեզ ամենաշատն են հուզում ու ըստ դրա հստակ դարձավ, որ շատերիդ մոտավոր նույն խնդիրներն են, նույն դժվարություններին եք բախվում, որը այս տարիքի համար բավականին հաճախ հանդիպող երևույթ է ու շատ մալիկների մոտ է լինում հենց դժվարություններ, խնդիրներ 1-ից 3 տարեկանում ու իմ կարծիքը սուբյեկտիվ հիմնված իմ փորձի ու աշխատանքի վրա այսպիսին է, որ եթե ծնողները նույնքան հետաքրքրությամբ ու ուշադրությամբ ինֆորմացիա ստանան 1-ից 3 տարեկան երեխաների վերաբերյալ, խնդիրները ավելի քիչ կլինեն, որովհետև ծնողները հաճախ հենց հավելյալը սկսելու հետ կապված բավականին մեծ ինֆորմացիա են ձեռք բերում ճիշտ սկսելու, ճիշտ մատուցելու, ճիշտ կազմակերպելու առումով, բայց իրական ու իսկապես դժվար պահերը սկսվում են հենց 1-ից 3 տարեկան փուլում, որովհետև այս տարիքում երեխաները մի քանի ճգնաժամ են ապրում ու հենց անցումային տարիք է լինում ընդհանուր սեղանի ու ուտելու ու հենց ուտելու ամենաակտիվ ու սովորելու փուլը հենց այս տարիքին է գալիս, որովհետև հենց ընդհանուր սեղանի շուրջ ուտելու սովորությունների ձևավորման առումով այս տարիքը ամենադժվարներից է ու շատ ողջունելի է ձեր ցանկությունը ու համարձակությունը, որ դուք հենց այս պահին միացել եք այս վեբինարին, որ ավելի շատ գիտելիք ունենաք, որ ավելի գրագետ ձևով կազմակերպեք ձեր երեխայի սնվելու process-ը ու ավելի լավ հասկանաք իրեն, որովհետև այստեղ որ ավելի լավ հասկանաք իրեն ու ինչ է կատարվում իր ներսում, որովհետև երբ որ ավելի լավ ես հասկանում քո երեխային, դժվարությունները ավելի հեշտ հաղթահարել ես։ Կխնդրեմ բոլորը ձեր միկրոֆոնները անջատեն, որովհետև խոսում եք ու վեբինարի ձայնը կարող է վատ լինի։
Կներեք, Այդա, ձեր մոտ շատ բարձր ձայն է լսվում, կխնդրեմ միկրոֆոնը անջատել։ Ես գիտեմ, ասել տղամարդի։ Молодец, եկնիկ չի դրեք տղամարդ կնիկ։ Այդա ջան, կներեք, ձեր միկրոֆոնը կանջատեք, որովհետև վեբինարի խանգարում է։ Շատ լավ, շնորհակալություն։ Կխնդրեմ բոլորդ անջատած պահեք, որովհետև երբ որ ես խոսում եմ ու զուգահեռ ձեր տան ձայներն են լսվում, վեբինարը մյուս անդամների համար շատ բարդ է լինում լսելը, որովհետև ինչ որ աղմուկի տակ բնականաբար չեն լսի ու դժվար կընկալեն ինֆորմացիան։ Դրա համար անջատած պահեք միկրոֆոնները, հետո ընթացքում, եթե հարցեր ունենաք, միացրեք, հարցրեք, հետո նորից անջատեք, որ մեզ բոլորիս ավելի հեշտ լինի ու իրար չխանգարեք։ Հիմա անցնենք մեր վեբինարին։ Սկզբի համար ես ներկայանամ, որովհետև դեռ չհասցրի ներկայանալ։ Իմ անունը Սաթին է, ես հավելյալ սնուցման խորհրդատու եմ, նաև մանկական հոգեբան եմ ու իմ մասնագիտացումը հենց սննդային վարքի խնդիրներն են, խանգարումներն են, դժվարություններն են բալիկների մոտ։ Հոգեբանական պատճառները, որոշ պատճառով երեխաները չեն ուտում, շատ են ուտում կամ ինչ-որ արտառոց սննդային վարք են դրսևորում ու ոլորտում արդեն աշխատում եմ 4 տարուց ավել, բավական մեծ փորձ ունեմ, շատ ծնողների հետ եմ շփվել, շատ երեխաների հետ եմ անհատական աշխատել, տարբեր խնդիրների հետ կապված, ու այսօր ես ձեզ փորձելու եմ այն ամենակարևորը փոխանցել, որը ձեզ մաքսիմալ կօգնի ավելի հեշտացնել process-ը ու ավելի քիչ երևի նյարդայնանալ կամ անհանգստանալ։ Իմ ամեն դեպքում իմ գլխավոր նպատակը հենց դա է, որ համ լավ լինի ծնողին, համ լավ լինի երեխային ու իրենց համար երկուսի դեպքում էլ process-ը ավելի քիչ դժվարություններով լինի ու ավելի հեշտ ընթանա։ Եկանք մեր ամենագլխավոր ու կարևոր կետին, եկեք սենց անենք, տեխնիկական մի քանի մաս ասեմ, մենք որոշ ժամանակ կխոսանք, հետո ընդմիջում կանենք, հետո նորից կմիանանք։ Ընդմիջումը կանենք մոտավորապես 10 րոպե։ Ես ձեզ կխնդրեմ ամեն բլոկից հետո, եթե հարցեր ա ձեզ մոտ առաջանում, հենց այդ բլոկի հետ կապված, ինձ հարցերը գրել կամ միկրոֆոնը անջատել հարցնել, նաև վերհիշեք այն հարցերը, որոնք խմբում գրել էիք, որովհետև նայեք, ու կխնդրեմ հենց բլոկի հետ կապված հարցերը գրեք, այսինքն ոչ թե ուղղակի ընդհանուր հարցերը գրեք, որովհետև ընդհանուր հարցերի համար էլ դեռ ժամանակ ա լինելու ավարտից հետո, բայց օրինակ ես հիմա օրինակ պատմելու եմ ձեզ ինչպես խուսափել չուտող երեխա երևույթից ու հենց տարիքի մասին բավականին շատ պատմելու եմ, եթե հենց իմ պատմածի հետ կապված ձեզ մոտ հարց է առաջանում, դրա հետ կապված հարցրեք, որովհետև մյուս մասերում նույնպես տարբեր թեմաների անդրադառնալու եմ, ու եթե բոլոր թեմաները պատմեմ ու տենց էլ ձեր պատասխանը չստանաք, վերջում գրեք այդ ընդհանուր հարցերը, որոնց պատասխանը դուք չլսեցիք կամ բաց մնաց ձեզ համար։ Որպեսզի խուսափենք չուտող երեխա երևույթից։ Նայեք, երեխայի չուտելու խնդիրները հիմնականում սկսվում են ավելի շատ 2 տարեկանից հետո, երբ որ երեխայի մոտ սկսվում են խնդիրներ, ու խնդիրները սկսվում են հիմնականում 1 տարեկանից սկսած, բայց իրենք իրենց հիմնականում կիզակետին, այսպես ասած, միջինում հասնում են հենց 2 տարեկանում, որովհետև այս տարիքը բավականին բարդ է հենց զարգացման տեսակետից ու երեխան բավականին մեծ առաջընթաց է ապրում իր զարգացման առումով, լրիվ ուրիշ մակարդակի է հասնում, որովհետև մենք միջայտ ունեինք նորածին, որը մեր գրկին էր, մենք իրան անդադ տանում էինք, բերում էինք, գրկում էինք, ինքը չէր կարողանում շարժվի, կամաց իր շարժումը ավելանում էր, իր ինքնուրույնությունը ավելանում, ու մենք մի տարեկանում հիմնականում ունենում ենք երեխա, որը նորածինից կտրուկ տարբերվում է նրանով, որ արդեն փորձում է քայլել կամ քայլում է,
արդեն ավելի ինքնուրույն է ու այդքան կախված չի մեզանից, բնականաբար դժվարությունները ավելի մեծ են լինում, որովհետև ինքը արդեն կարողանում է իր եսը արտահայտի, իր կամքը արտահայտի ու հիմնական հենց այս տարիքում ծնողների մոտ սկսվում են հենց դժվարությունները, խնդիրները, բարդույթները։ Տարիքը ինքը դժվար է այն առումով, որ երեխան մի տարեկանից հետո սկսում է տարիքային ճգնաժամ ապրել ու ֆիզիկապես ոնց որ փորձում է ծնողից առանձնանա, հաշվի առնելով նաև ֆիզիկապես իր ավելի ինքնուրույն լինել այդ տարիքում, քիչ թե շատ, բնականաբար, ու տարիքի այդ դրսևորումներով պայմանավորված, այդ վարքը արտահայտվում է նաև ուտելու հարցում։ Եթե դուք ուշադիր լինեք, դուք հիմա կհիշեք, որ ձեր բալիկները 1 տարեկան ավելի դժվար են սկսել որոշ բաներ անել, այն առումով, որ դժվար է ավելի իրենց ինչ-որ տեղ հանել, ինչ-որ բան պայմանավորվել եւ այլն։ 1-ից հետո սկսում է, դա կարա 1-ում դեռ շատ արտահայտված չլինի, բայց ավելի ուշ իր արտահայտումը ավելի մեծ է լինում, ու դուք սկսում եք նկատել այդ ինքնուրույնության ձգտումը, անկախության ցանկությունը, չենթարկվելը, լացելի իր ուզածը պահանջելը, ու դա չի կարա չազդի նաև ուտելու process-ի վրա։ Այդ զարգացման process-ները բնականաբար ազդում են նաև ուտելու process-ի վրա ու ձեռք են բերում իրենց դրսևորումները։ 1 տարեկան երեխան ուզում է ֆիզիկապես առանձնանա ծնողից։ Ինչ է անում ինքը։ Ինքը կարա, եթե քայլել սովորել է, կարող է մեկ էլ պահի տակ վազի փախնի ծնողից, կամ փորձի ամեն ինչ ինքը անի, ինքնուրույն անի։ Եթե միջեր գդալով խելոք նստում ուտում էր, հիմա կարող է գդալ կերակրել դառնա շուտ բարդ այդպիսի երեխային։ Ինքը ֆիզիկապես սկսում է հասկանալ, որ ինքը առանձին մարմին ունի, ու ինքը կարա իր մարմնի հետ կապված ասի ոչ, օրինակ որոշ դեպքերում, կամ չլսի եւ այլն։ Դրա համար ձեզ համար շատ կարևոր է հասկանալ այս պարագայում որտեղ է ձեր պատասխանատվությունը։ Ծնողը որպես խնամող ու երեխայի համար պատասխանատու անձ ունի իր պատասխանատվությունները սննդի հետ կապված, բնականաբար այլ ասպարեզներում էլ ունի, բայց այսօր մենք կանդրադառնանք միայն սննդի հետ կապված ծնողի պատասխանատվություններին ու երեխայի պատասխանատվություններին։ Հիմնական 1 տարեկանում դեռ այս անցումը արված չի լինում ու բարդ է լինում ծնողին համակերպվել, որ արդեն պետքա դնել սահմաններ։ Ու հենց այս տարիքում սկսվում է այդ սահմանների խնդիրը, հիերարխիայի խնդիրը ու ռեժիմ ձևավորելու խնդիրը։ Պատասխանատվությունների առումով երեխան ունի իր պատասխանատվությունը, իսկ դուք 1 տարեկան հատկապես երեխայի դեպքում պատասխանատու եք նրա համար, թե օրինակ ինչ ուտելիք եք ընտրում, ինչ ուտելիք եք դնում սեղանին, ինչպես եք այդ ուտելիքը պատրաստում, ինչպես եք այդ ուտելիքը մատուցում, սեղանի մոտ ոնց եք դուք ձեզ դրսևորում, ձեր ընտանիքում ուտելու ինչ մշակույթ կա, ինչ սովորություններ կա, դա արդեն ծնողի պատասխանատվությունն է։ Երեխան չի կարա որոշի իր մենյուն 1 տարեկանում, այսինքն հաճախ որ լսում եմ, որ երեխան ամբողջ օրը միայն մակարոն է ուտում, երեխան չի կարող այդ տարիքում որոշի ամեն օր սեղանին ինչ է դրված լինելու։ Սա պետքա որոշի միայն ու միայն ծնողը։ Այսինքն դուք եք որոշում ինչ գնումներ եք կատարելու, ինչ եք պատրաստելու, երբ եք դա պատրաստելու ու սեղանի մոտ ոնց եք դուք ձեզ դրսևորելու։ Դրսևորման մասին մյուս բլոկում ավելի մանրամասն կասեմ, ինչ ռեակցիաներ տալ, ինչ վարք ցուցաբերել, բայց այս վարքի համար բնականաբար պատասխանատուն դուք եք։ Սա ձեր պատասխանատվության դաշտում է, սա դուք պետքա գերազանց կատարեք, այսինքն սրա վրա պետքա ավելի շատ կենտրոնանաք, երբ որ մտածում եք ոնց կազմակերպեք, որովհետև սա է, որ ձեր պատասխանատվության տակ է, այլ ոչ թե այն, թե ինչ քանակի կերավ երեխան կամ ինչ կերավ, դա ձեր դաշտից դուրս է իրականում, որովհետև երեխան առանձին օրգանիզմ է, ու ունի իր հակումները, իր նախասիրությունները, իր ինչ-որ պահերը, բայց
դուք պատասխանատու եք միայն նրա համար, թե ինչ եք դնում սեղանին, իսկ դրանից ինքը ինչ է ընտրում, արդեն դա իր պատասխանատվության դաշտում է։ Նաև շատ կարևոր է 1 տարեկանից ունենալ հստակ ռեժիմ, որը հաճախ հենց խնդրի ամենագլխավոր պատճառն է լինում, ու միայն ռեժիմը կարգավորելը բերում է նրան, որ երեխաները սկսում են ավելի հաճույքով ուտել ու առհասարակ ուտել, որովհետև մի տարեկանին ինքը դեռ անցումային շրջանում է։ Ես հիմա ասում եմ մի տարեկան, բայց ինքը պայմանական է, որովհետև երեխաները տարբեր են ու այդ մի տարեկանի գիտակցման կամ մակարդակի հասնում են տարբեր տարիքներում, ու կա երեխա, որ հենց մի տարեկան իր համար դեռ կրծքով կերակրումը կամ կաթնախառնուրդը առաջնայինն է, ու 1 տարեկանից մինչև 2 տարեկան դա այն տարիքն է, որ կամ կաթը քչանում է, հավելյալը շատանում է, այսինքն դուք հենց այդ բարդ շրջանում եք, որտեղ պետք է սովորեցնեք երեխային, որ ինքը կաթը պետք է քչացնի, հավելյալը շատացնի։ Շատերը հենց այդ խնդիրն էլ գրեցիք, որ կրծքին է կպնում, անդադ կուրծք է պահանջում կամ կաթնախառնուրդ է ուզում, ու դա ամենահաճախ հանդիպող խնդիրներից է, ու այդ խնդրի պատճառով շատ ծնողների մոտ հավելյալի հարցը շատ բացասական կերպով է ընթանում։ Կրծքով կերակրման կամ կաթնախառնուրդի կրճատմանը հետո կանդրադառնամ, բայց պետք է հաշվի առնել, որ այդ process-ը ինքը շատ դանդաղ process է, ու միանգամից օրինակ կաթը որ կտրենք, երեխան կուտի, դա միֆերի շարքին է պատկանում, ու բնականաբար ոչ մի երեխա հիմնականում միանգամից չի սկսում հենց հավելյալ ուտել, եթե ինքը դեռ չէր սովորել նորմալ ուտել այդ հավելյալը, այլ սկսում են ավելի շատ լաց, անհանգստություն, ավելի լարված իրավիճակներ։ Նաև շատ կարևոր է, որ սննդընդունումը լինի մաքսիմալ հաճելի թե ձեզ համար, թե երեխայի համար։ Սա ավելի շատ կազմակերպչական հարց է, նաև արժեքային հարց է։ Այսինքն կա ձեզ մոտ թույլտվություն ինչ-որ բռնություն գործադրելու, ստիպելու կամ խաբելու կամ խաղացնելու, սա ավելի շատ մարդկանց մոտ տարբեր է լինում, մարդկա ունի այդ թույլտվությունը ինքը իր ներսում ու ընդունելի է դա համարում, մարդկա չունի այդ թույլտվությունը, ու շատ ծնողներ, որոնք չունեն օրինակ իրենց ներսում, այսինքն իրենց արժեհամակարգում, չունեն ստիպելու այդ թույլտվությունը, իրենք կյանքում դա չեն անի, որովհետև իրենց արժեհամակարգին չի համապատասխանում, բայց իրենց անհանգստությունից վախից սկսում են օրինակ խաղացնելով, շեղելով կամ ինչ-որ տես ձևերով կերակրել երեխային, կամ հակառակը այդ շեղելը թույլտվությունը շատ է, դա էլ թույլ չի տալիս, որ այդ օպտիմալ ու դրական սննդընդունման միջավայրը կարողանանք ստեղծել, թե ստիպելը, թե շեղելը, երկուսն էլ բացասական ազդեցություն են ունենում, ու իրենք ոնց որ երկու ծայրահեղ բևեռներ են, ու իրականում ճիշտ մոտեցումը ոչ թե ամեն թողությունն է, որ ինչ ուզի երեխան դա տամ, կամ ոնց ուզի տենց պատրաստեմ, կամ հակառակ կողմը ուտի այն ինչ ես եմ որոշել, շատ խիստ ձևով, ստիպելով, պարտադրելով եւ այլն։ Այս երկու կողմերն էլ տանում են խնդիրների ու տանում են դժվարությունների։ Ծնողը պատասխանատվություններ ունի, ինչպես ասեցի, պատասխանատվություններ, ու ինքը պետք է այդ սահմանները հստակ պահի որպես ծնող, բայց հենց այդ ուտելու պահին պետք է փորձել այնպես անել, որ այդ process-ը հաճելի լինի։ Ինչպես կարանք հաճելի դարձնենք։ Առաջին հերթին երեխայի հետ ուղղակի ուտելով, ու էլի խնդիրների երևի 70-80% լուծվում է հենց որ ծնողը սկսում է իր երեխայի հետ ուտել։ Սկզբնական շրջանում երեխան չի ուտում ու երբեմն ժամանակ է պահանջվում, որ այդ նոր ձևին կամ նոր մշակույթին ինքը սովորի, բայց հիմնականում փոքր բալիկները արագ են սովորում ու մի շաբաթ, 2 շաբաթ հետո, երբ որ ծնողը ունի այս հստակ պատասխանատվության հիերարխիան, ունի հստակ ռեժիմ, ու սեղանի մոտ նստում է, սկզբից ինքն է ուտում ու նույնիսկ երեխային ուտելիք չի դնում, չի ճնշում եւ այլն,
1-2 օր հետո երեխան սկսում է շատ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրել, հետաքրքրվել ու ծնողի ափսեից ուզենալ ուտել, հետաքրքրվել այդ ուտելիքներով։ Սա կամաց ես ձեզ կասեմ ոնց է դա պետք անել, բայց հիմնական մեր կարևոր կետերը սրանք են։ Այսինքն կարևոր է հասկանալ այդ պատասխանատվությունը։ Ես ինչի համար եմ պատասխանատու, ինչի համար բացարձակ պատասխանատու չեմ։ Ունենալ հստակ ռեժիմ, հասկանալ ոնց եմ կազմակերպում երեխայի օրը, ու դա մենակ ուտելու մասին չի։ Դա նաև նրա մասին է, առհասարակ ոնց է կազմակերպված այս երեխայի օրը, ինքը նորմալ քնում է, ինքը նորմալ ժամանակ է անցկացնում դրսում, հարաբերությունները ծնողի հետ ինչպիսին են, կա այդ կապը, այդ կապվածությունը, երեխան իրեն ծնողի հետ իրան ապահով ազգում, հանգիստ ազգում, թույլատրվում է երեխային ինքնուրույնություն, հատկապես մի տարեկանից այդ ինքնուրույնությունը մաքսիմալ, բնականաբար անվտանգության սահմաններում, պետք է թույլատրվի, այսինքն ապահով միջավայր ստեղծվի, որտեղ երեխան կարող է լինել մաքսիմալ ինքնուրույն ու մաքսիմալ ինքնավար, որովհետև մի տարեկանից երեխան ուզում է ինքը դեր ունենա իր ուտելիքի մեջ, շուտով հեսա մյուս բաներում դրան էլ կանդրադառնանք, որ շատ կարևոր է երեխային ներգրավել նաև պատրաստման process-ին։ Ժամանակակից երեխաները ունեն մի հատ մեծ խնդիր, իրենք ապրում են քաղաքում, ապրում են շենքերում, տներում, իրենք բնության հետ շատ կապ չունեն, ու իրենք սննդի հետ էլ գործ չեն ունենում շատ։ Ծնողը, օրինակ, երբ որ երեխան քնած է, իր համար ուտելիքը պատրաստում է, երեխան գուցե process-ն էլ նույնիսկ չի տեսնում, չի մասնակցում այդ գնումներին եւ այլն, ու ինքը արթնանում է, ու իրեն արդեն ինչ-որ ժամանակ հետո ուտելիք են առաջարկում, ինքը սկսում է մերժել, գլուխը թեքել, բերանը փակել ու չուզենալ ուտել, որովհետև մի տարեկան երեխայի համար շատ կարևոր է, որ ինքը հայթայթի իր ուտելիքը, մի փոքր ծիծաղելու է հնչում, մի փոքր վայրենի, բայց 1-ից 3 տարեկան երեխաները ոնց որ վայրի փոքրիկ մարդիկ լինեն, որոնք մի փոքր ավելի վայրի են, ու իրենց համար այդ բնազդային, կարելի է ասել, չնայած այսպես ասած հիշողության ինչ-որ բաները, որ օրինակ հազարամյակներ առաջ մենք ապրել ենք ուրիշ ձևով, իրանք ծնվում են ու սպասելով, որ հենց տենց պետք է կառուցված լինի, իրանք ցույց չեն հասկանում, որ մենք ապրում ենք արդեն լրիվ ուրիշ աշխարհակարգում, որտեղ իրանք կարող է բնության հետ տենց կապել չունենան ու չտեսնեն էլ ինչպես է իրանք ուտելիքը աճում, մեծանում, իրանք մասնակցություն չունեն ոչ մի ձևի, այլ քնում են, զարթնում են եւ այլն ինչ-որ process-ներ ու ուտելիքը հայտնում է սեղանին, իրանք էլ ճանաչողական գործընթաց բավարար չեն արել, չեն ուսումնասիրել այդ ուտելիքները, բնականաբար սկսում են մերժել, անհանգստանալ կամ բավարար բնություն չկա իրանց կյանքում, դուրս չեն գալիս դուրս, հողի հետ չեն խաղում, սա էլ երբեմն թվում է թե ինչ կապ ունի դա, բայց օրինակ երեխան ինչքան շատ է կեղտոտվում, ինչքան շատ է հողի հետ խաղում, տերևների, բույսերի եւ այլն, այնքան ավելի հավանությունը մեծ է լինում, որ այս երեխան կուտի։ Դա կապված է մեկը մյուսին։ Հիմա կխնդրեմ ձեզ, եթե հարցեր ունեք այս մասի հետ կապված, գրեք կամ ասացեք, հետո անցնենք մյուս մասին։ Միացած է, ինձի Ելենա ջան, ձեր միկրոֆոնը միացրած է ու խանգարում է մեզ։ Կխնդրեմ անջատել։ Հիմա կխնդրեմ, ով հարց ունի, հարցը բարձրաձայնել։ Կարող եմ ես մի հարց տալ։ Հա, այո, իհարկե։ Տեսեք, ես մեծացել եմ գյուղում ու շատ վատ պայմաններում, շատ հին ժամանակ, այսինքն երբ ես մանուկ էի ու հիմա գյուղի հետ շատ առնչվող կապեր ունեմ, այսինքն գյուղի երեխայքի, գիտեք ինչն է հետաքրքիր, զուտ ուզում էի իմանալ
կա ինչ-որ ուսումնասիրություն կամ բան, որ տեսեք, որ չկա բազմազանություն, այսինքն տեսեք, սուղ պայմաններից ելնելով մայրիկները հիմնականում շատ բազմազան սնունդ իրանց չեն առաջարկում, ու գյուղի երեխեքը ավելի քիչ է, օրինակ կարող է 100-ից 1-ը լինի չուտող երեխա կամ խնդրող երեխա, այսինքն նոր պրոդուկտ չփորձող երեխա։ Ուզում եմ հասկանալ, կա ինչ-որ տարբերություն սոցիալական միջավայրերի միջև, որ օրինակ հարուստ չասեմ, բայց այն ընտանիքները, որ որոշակի չափով ունեն հնարավորություն ու միշտ բազմազան են առաջարկում երեխային ու ավելի շատ է հավանական, որ երեխան չուտող երեխա լինի, քան այն գյուղի երեխան, գյուղի քաղաքի չասեմ, էլի, ուղղակի սոցիալապես ավելի կայուն ընտանիքներում կա նման բան, թե զուտ դա իմ ուսումնասիրությունն է, որ ես այդպես հետևում եմ, որովհետև նույն իմ երեխայի տարիքի օրինակ բարեկամ ունենք, ինքը ամեն ինչ ուտում է, բայց ոչ հավելյալն է ճիշտ, որ օրինակ ոնց պետք է սկսել այդ մարդիկ գյուղում ընդհանրապես, ոչ էլ հետևում են իրանց խորհրդատուն ընդհանրապես կամ գյուղի հարևանն է լինում կամ բարեկամը։ Ուզում եմ ասեմ, որ ասեմ գիտելիքներով մեծ ինչ որ բան է լինում, բայց չէ, բայց գյուղում այնքան հետաքրքիր են երեխեքի առօրյան ու բանը, ոնց ասեմ, այդ ուտելու ցանկությունն ու շատ բազմազան ուտել, այսինքն իրանք ամեն ինչ ուտում են։ Նայեք, ձեր հարցը իրական շատ լավն է ու շատ ճիշտ բան եք նկատել։ Այո, այդ ձևի հետազոտություններ շատ կան ու ապացուցված է, որ այն ընտանիքներում, որտեղ հնարավորությունները մեծ չեն, երեխաները ավելի լավ են սնվում, որովհետև նայեք, եթե ձեր երեխան, դուք ինչ-որ բան եք պատրաստել, եթե ձեր երեխան չուտի, դուք կարաք գնաք խանութից արագի մեջ ինչ-որ ուրիշ բան բերեք, առնեք, տաք իրան, չէ՞։ Տենց եմ չէ մտածում, որ դա ձեզ համար գուցե խնդիր չլինի։ Այսինքն ինչ-որ բան պատրաստեք, ինքը ասի չեմ ուզում, սոված չեմ եւ այլն, դուք մի հատ մտածեք, բան, փնտրեք, գնաք խանութ եւ այլն բերեք։ Բայց գյուղի բնակիչները տենց հնարավորություն չունեն։ Այսինքն իրանք չեն կարա վազեն խանութ ամեն պահ օրինակ յոգուրտ բերեն երեխայի համար, որովհետեւ ինքը ճաշ չի ուզում ուտի։ Իրանք պատրաստում են այն ինչ կարող են, այստեղ պատասխանատվությունն էլ է, այս նոր որ ես նշեցի, գյուղում կինը ինքն է որոշում ինչ ունի, այսինքն ինչ աճացրել է, ինչ ունի, դա էլ պատրաստում է։ Այստեղ երեխան չի կարա ասի, ես դա չեմ ուզում, գնա չգիտեմ, այս ինչը առ բեր։ Ուղղակի չի կարա, որովհետև հնարավոր չի դա։ Ու ծնողի մոտ էլ կա այդ, որ հնարավոր չի, այսինքն չկա տենց բան, տենց ձև չի կարող լինել, ու այդ միջավայրում բնականաբար երեխան ավելի լավ է սնվում։ Երկրորդ պայմանը այն է, որ գյուղի երեխաները տեսնում են իրենց ուտելիքը ոնց է աճում, ոնց է մեծանում, իրանք այդ պրոցեսները սկզբից մինչև վերջ մասնակից են լինում։ Այսինքն իրանք գնում են, տեսնում են ոնց է միրգը աճում, բանջարեղենը աճում, կարող է գնան ինչ-որ օրինակ բան քաղեն բերեն, իրանք մեծացնեն օրինակ կենդանիներին, իրանք գնան կթեն եւ այլն, իրանք այդ պրոցեսների մեջ են ու իրանք շատ բան գիտեն իրենց սննդի մասին, հետեւաբար իրանք մոտ այդ ընտրողականությունը չի լինում, նաեւ չի լինում այն պատճառով, որ գյուղի բալիկները իրենք ավելի շատ են այդ ասած կեղտի մեջ լինում, իրենք այդ հողի, ցեխի եւ այլն դրա մեջ են անդադ, իրանք մաքրության մեջ չեն, իսկ դա զգայական ինտեգրացիայի տեսակետից շատ լավ է, այսինքն շատ կարևոր է, որ բալիկը կեղտոտվի։ Մենք եթե մեր բալիկին շատ մաքուր պահենք, մենք ունենանք չուտող երեխա, որովհետև զգայական ինտեգրացիայի առումով իր համար բարդ է։ Զգայական ինտեգրացիան դա զգայական այդ ազդակների մշակման հմտությունն է։ Իսկ այդ զգայական ազդակների մշակումը երեխան սովորում է շատ տարբեր մթերքների հետ շփվելով։ Քաղաքի երեխան ամեն ինչ իր ձեռքից մաքրում են, ինքը կեղտոտ բաներին բացարձակ չի կպնում եւ այլն, ու ինքը զգայական ազդակները մշակել խնդիր է ունենում, որն էլ հետո բերում է այդ ընտրողականության ու դժվար ուտելուն։ Սա ձեր հարցի պատասխանը, այստեղ երկու հարց էլ կար, այս հարցերին պատասխանեմ ու ոնց որ մեր ժամը եկավ ընդմիջում անենք ու արդեն այն մյուս մասերին եք անդրադառնալ։ Տեսնեմ։
Ես չեմ կարող ձայնի միացնել։ Հա, ձայնի չեք կարող միացնել, հարց ունեք։ Իսկ եթե 1 տարեկանից շուտ եմ սկսել սննդի պատրաստման ներգրավել, նորմալ է, ավելի ճիշտ միայն նախաճաշին, ինքս դրա համար նախաճաշն ավելացնում։ Այո, դուք 6 ամսեքանից նույնիսկ եթե կարողանաք, կարաք ներգրավեք ուտելիքի պատրաստմանը, այո, եթե ինքը ներգրաված օրինակ նախաճաշ ուտելուն, ավելի հավանականությունը պատրաստելուն ավելի մեծ է, որ ինքը այդ նախաճաշը ավելի հաճույքով կուտի, նաև նախաճաշը հաճախ երեխաները ավելի լավ են ուտում, որովհետև նախաճաշին հաճախ քաղցր ուտելիքներ ա լինում, օրինակ շիլաներ մրգերով եւ այլն, փանկեկեր, վաֆլիներ, ինչ-որ տես բաներ, երկրորդը նախաճաշին էլի ավելի հաճույքով են ուտում, որովհետև իրանք սովածանում են մինչև նախաճաշը բավականին երկար ընդմիջում ա լինում, հաց չուտելու կաթն ա լինում ու կաթից որոշ ժամանակ հետո եթե ճիշտ ա պահված լինում, երեխան նախաճաշի հետ կապված ավելի հակված ա լինում այդ նախաճաշը ուտելուն։ Եթե հա, ասեք, դեռ մի քանի րոպե կա հարցին պատասխանեմ ու կընդմիջենք։ Հիմա 2 է, Հա։ տարի մի բան ներառել կանել, բայց դու ինքը դուրս հրաժարվում ես, ու ամեն հրաժարվում Կներեք, ձեր ձայնը կտրտվում է, մի փոքր կարող եք, չգիտեմ, մոտիկ կանգնել կամ չգիտեմ, ինչ-որ մի բան խանգարում է, որ լավ լսեմ։ Լսում եք հիմա։ Հա, հիմա արդեն շատ լավ եմ լսում։ Հա, երեխան ուրեմն խնդիրներ կային տենց առողջական ու ինքը հրաժարվում է սննդից ու եղել է, որ իրան ստիպելով ու համոզելով կամ մի գթալը տվել եմ, հետո համաձայնվել է մնացածի ինքն է կամ հանգիստ կերել է, ասում ինչ համով է ու նույնիսկ հետո ավելացել եմ։ Հիմա ինչ սխալ եմ արել։ Նայեք, ես ոչ մեկին չեմ ասում, որ ինքը սխալ է արել։ Եթե նկատեցիք, չէ, նկատեցիք, ասեցի, կերել է, հետո համաձայնվել է։ հա, ես ասեցի, որ դա մարդու ազնային հատկանիշներից է գալիս ու մարդկա իր համար դա ոնց որ լավ է, մարդկա իր համար լավ չի, բայց ես չասեցի սա սխալ է, սա ճիշտ է, սա այսպես է։ Երեխաները շատ տարբեր են։ Կա երեխա, որին նույնիսկ չես տիպի, մի փոքր տոնդ ուրիշ ձևի կխոսաս, ու դա կազդի իրա վրա։ Կա երեխա, որ իրա վրա բացարձակ տենց բաները չի ազդում ու կամ այդ տենց երևացող խնդիրներ չի ունենում ու չի ցույց տալիս։ Երկրորդ պահը նրանում է, որ հաճախ եթե ստիպելու ինչ-որ պահեր ա լինում, երեխան եթե գիտի, որ տենց ա լինելու, ինքը չի ուզում, որ այդ ստիպելու process-ը շարունակվի։ Իսկն եթե սկզբում իրան ստիպում են, ինքը զգում է, որ սենց երևույթ կա, ինքը նախընտրում է ուտի, քան այդ ստիպելը լինի։ Ու հաճախ եթե տենց է առաջի օրինակ գթալը լինում, ինքը նախընտրում է ուղղակի ուտի, որ այդ process-ը չլինի ուղղակի, որովհետև ոնց որ հասկանում է, որ լավ չի լինում, երբ որ չի ուտում, ավելի լավ է ուտել։ Բայց սա մի հատ ուրիշ խնդիր ունի, սա էլ չեմ ասում, որ բոլորի մոտ տենց կլինի, հաստատ տենց կլինի, անպայման տենց կլինի։ Եկեք այդ ծայրահեղ բաներից սխալ, ճիշտ, սենց անենք, հաստատ սենց կլինի կամ սենց անենք, տենց կլինի, տենց բաղադրատոմսեր չկան, որտեղ երեխաները տարբեր են, ծնողները տարբեր են, արժեհամակարգերը տարբեր են ու ընտանիքները շատ տարբեր են։ Բայց հիմնական այդ երեխաները հետո մի փոքր ավելի մեծ տարիքում իրանց մոտ այդ ռեգուլատոր մեխանիզմը սնվելու մի փոքր ավելի լավը չի լինում, այսինքն իրանք սկսում են արդեն ավելորդ քաշի խնդիր ունենալ, որովհետև սկսում են ավել ուտել կամ ուտել, որ հանկարծ մաման չտխրի, ուտել, որ հանկարծ մաման չջղայնանա, ուտել, որ հանկարծ ոչ մեկ իրաց չստիպի, սովորում են ուղղակի կեղծել, հետո մեծ տարիքում արդեն չափից ավել են ուտում ու արդեն ավելորդ քաշի խնդիրներ կամ դժվարություններ են առաջանում, բայց անպայման չի, որ դա լինի ձեր երեխայի հետ, լինի ձեր դեպքում, լինի ձեր ընտանիքում։ Սա ուղղակի հավանականության ինչ-որ տեղ ունի, էլի, սա, որ կարա հենց այսպես լինի։ Էլի հարցեր կան այս մասի հետ կապված։
Եթե հարցեր չկան, եկեք Մի բան է ես ասում եմ, Հա։ նայեք, սեղանի շուրջ բերելու ընտանիքի սնվելու հետ կապված, նայեք, հիմա երեխան 1.4 է ու մենք հիմնական մասով կարելի ասել օրվա ընթացքում հենց նենց ենք անում, որ մեր առօրյային ինքը գրավված լինի ու սեղանի շուրջ նստած լինի։ Ուղղակի այստեղ իմ երեխայի դեպքում խնդիրը այն է, որ ինքը պարտադիր հավեսով, շատ հավեսով ամեն ինչը կարա ուտի, այնպես չի, որ տենց ընտրողական բաներ ունի, հա, շատ սիրում է վարունգ ու մի քանի այլ բաներ, բայց ընդհանրապես ճաշիկները թեկուզ շատ հավեսով ուտում է, ուղղակի միայն այն դեպքում, եթե ինքը կամ պետքա իր ձեռքով գթալը, եթե հավեսանի վերցնի ուտի, բայց էդի ոչ միշտ էլի, կարող է մի օր տենց հավեսը տա ինքը ձեռքը վերցնի ուտի, մի օր չէ, իսկ մնացած դեպքերում են, որ պարտադիր պետք է ասենք ինչ-որ տյուպիկ կլինի, ինչ-որ գթալ, մեկ այլ ինչ-որ լյուբոյ իր, որ սեղանի շուրջ չի էլի ներգրաված ձեռքը լինի, որ նոր ինքը սկսի հավեսով իր ճաշիկները ու մնացած ամեն ինչը ուտել, սնվել, դա ինչի հետ է կապված, ուզում եմ հասկանամ, եթե ինքը սոված չի ուզում, ես չեմ ստիպում, բայց եթե կապ չունի այդ դեպքում տյուպիկը ասենք ինչ-որ այդ տվյալ բանը ձեռքն է, թե չէ էլի, բայց եթե Եկեք ուղղակի մի հատ հասկանամ, ինքը այդ բանով խաղում է, դուք կերակրում եք, որովհետև չպատկերացրի, թե ինքն է ուտում այդ բանը իր ձեռքին։ Չէ, կարա լինի, որ արանքում ինքն է վերցնի ուտի, կարա նենց լինի, որ ես է ուտացնեմ ու ասենք ինքը ինչ-որ օրինակ շիշ կլինի կամ չգիտեմ, այդ Ինքը տենց խաղում է դրանով։ Հա, զբաղվի, ոնց որ ինքը տենց ձեռքի հետ զբաղվի, ես է ուտացնեմ, բայց ասենք Նայեք, սա նման է նույն, օրինակ, հեռախոսով կամ մուլտով Մուլտիկին։ հա, նույնն է։ Հիմա ես էլ եմ Այսինքն կարա այդ բանի փոխարեն, օրինակ, բարեկամներից մեկը բան ունի, ապարելուց լինի, ինքը նայի, դուք եք կերակրեք։ Կամ չգիտեմ, ինչ-որ ուրիշ բան գործողություն տեղի ունենա, դուք կերակրեք, կամ ինչ-որ խաղալիք լինի, ինքը մոտավոր դա է։ Տենց մի բան ասեմ, եթե ես ասենք իր այդ ոչ մի ուզած բանը, կողքից ինչը որ ցանկանում է, ինքը ուզում է, ես չեմ տալիս, ինքը կարա ճաշիկը չուտի, բայց ասենք անընդմեջ խոսքի ամեն հացահերթի վարունգը ուտի, հացիկը ուտի մենակ, դե դա հիմնական որպես սնունդ չի, չէ ամեն դեպքում։ Սրան ես էսա կանդրադառնամ ընթացքում, ստեղ հարցը նրանում է, որ առաջինը իր հետ ոչ մեկ ոնց հասկանում եմ չի ուտում, ճիշտ եմ հասկանում։ Չէ, ընդհակառակը, հենց այն է, որ օրվա 2 հացահերթը կարելի ասել հիմնական մասում ես ու պապան իր հետ նստած սեղանի շուրջ ուտելիս ենք լինում։ Իսկ որ դուք ուտում եք, ինքը չի հետաքրքրվում։ Ինքը կարողակի հենց հետա մեր նույն ամբողջ թեկուզ մեծի սեղանից վարունգ ուզի անընդհատ, պամիդոր ուզի անընդհատ։ Իսկ ինքը մեծի սեղանից ուտելիքներին ծանոթ է, ու կերել է։ Հիմնականում կարելի ասել նենց հա առօրյա կյանքում ասենք ձավարը կլինի, հաճարը կլինի, նման բաներ էլ եմ էլի պատրաստում, նենց չի որ ասեմ տենց հատուկ ինչ որ առանձնահատուկ, տենց Չէ, ուզում եմ հասկանալ ձեր ուտելիքներին ինքը կերած կա, ուտում է, միշտ է ուտում այդ տեսքով կամ այդ